քննչական կոմիտե եւ այլ այդ տեսակ մարմին, այսինքն ուժային կառույցները, որոնց ուղղակի բոլորին այսպես բաց են թողել բաների վրա, տնտեսվարողների վրա, ու նույնիսկ հարկային տեսությունը զարմացած է, որովհետեւ իրենք հասկանում են, որ դա այդպես չի կարանի։ Չեք կարող էլի գալ մարդու վրա ինչ-որ մի հատ թիվ գրել, հետո կանչել ուժային լծակով ճնշել, որպեսզի մարդը վախենալով բերի ինչ-որ գումար մուծի, հետո ասեք, որ հարկայինը որ հետո ստուգի, պարզվի, որ այդ գումարի չափը չի ձեր չափը, մենք այդ գումարը հետ կտանք ձեզ։ Դուք պատկերացնում եք ինչ մակարդակի է այս ամեն ինչը, եւ շատ լավ է, որ գոնե այս իշխանության մեջ կան ինչ-որ մարդիկ, որոնք հասկանում են, որ այս ամեն ինչը շատ վտանգավոր բանի է բերելու, որովհետեւ եթե դուք ստիպում եք անօրինական ձևով մարդկանց ձեռքից գումարներ եք վերցնում եւ այդ մարդկանց բիզնեսին վնասում եք, ընդ որում ոչ մի բան հաշվի չեն առնում, որ փչացող ապրանքներ են, բաներ եւ այլն, ոչինչ հաշվի չեն առնում, մարդկանց միլիոնավոր դոլարների վնասներ են տալիս, հետո էլ որևէ մեկը դրա համար պատասխան չի տալիս։ Հետո այդ բիզնեսմենը ինչ պետք է անի, այդ բիզնեսմենը փակելու է այդ բիզնեսը, թողի հեռանա երկրից։ Այսինքն այն տրամաբանությունը, որ գործում է այսօր մեր պետական որոշ մարմինների մոտ, որ իբր թե վախացնենք, ձեռքներից փող վերցնենք, այդ փողը, այդ գումարը հետո կճշտվի, այսինքն իրականում դա տենց է թե տենց չի, հետո եթե հանգարց սխալ լինի, մենք այդ գումարը հետ կտանք ու վերջ։